Հավակնում ենք ունենալ Հայաստանում բույսերի գենոմիկայի լավագույն լաբորատորիաներից մեկը, որտեղ ցանկացած բուսատեսակի հետ ցանկացած գենետիկական եւ գենոմային ուսումնասիրություններ կկարողանանք անել։ 2022 թվականին մենք դիմեցինք Գիտության կոմիտեի կողմից առաջադրված նախագծին եւ Գերմանիայի հետ համատեղ ստացանք ֆինանսավորում եւ այս պահին այդ ծրագրի շրջանակներում, որը միտված է Հայաստանում աճող տեղացին սորտերի սելեկցիոն ներուժի բացահայտմանը, մեր հիմնական նպատակն է փորձել մեր ամենակարևոր սորտերը, ինչպիսիք են արենին, ոսկեհատը, դարձնել շատ ավելի ռեզիստենտ որոշակի հիվանդությունների նկատմամբ։ Այսինքն մենք հայտնաբերել ենք վայրի բույսեր, որոնք կրում են այդ ռեզիստենտ գեները, եւ մեր նպատակն է այժմ այդ ռեզիստենտ գեները դասական սելեկցիայի մեթոդներով փոխանցել արենի եւ ոսկեհատ սորտերին։ Խումբը իրականացնում է սելեկցիայի առաջին փուլի նախատեսված ամբողջ հետազոտական մասը, ընտրում ենք պոտենցիալ մայրական բույսերը եւ աշխատում ենք մինչեւ ծաղկելը, քանի որ ինքը կարող է նաեւ ինքնափոշոտվել։ Ծաղկաթասիկները հեռացնում ենք առէջների հետ մեկտեղ, որպեսզի զրկենք բույսին ինքնափոշոտվելու հնարավորությունից։ Թողնում ենք միայն վարսանդը, ապա ընտրում ենք նաև ենթադրյալ հայրական բույսերին, իսկ հայրական բույսերից հավաքում ենք ծաղկափոշին եւ շոտում ենք մեր մայրական բույսերին, փորձում ենք մեզ հետաքրքրող գեները հայրական բույսերից տեղափոխել մայրականի մոտ ու տեսնել սերնդում իրենք ինչպես են դրսևորվում։ Ինքը երկարատև process է, մենք հնարավոր է մի քանի տարի անենք, որովհետև շատ հաճախ այն գեները, որ դու ուզում ես փոխանցել մայրական ծևին եւ սերունդներին, հնարավոր է նաեւ ոչ շատ ցանկալի գեներ եւս փոխանցվեն եւ հետո շատ երկարատև աշխատանք պիտի տանենք, որ ստանանք ճիշտ մեզ համար ցանկալի գեների համակցություն։ Երկրորդ նախագծի նպատակը հասկանալ մեր տեղացին սորտերի եւ ֆիլոքսերական պատվաստակալների համատեղելիությունը եւ այդ աշխատանքը կարծում եմ հատկապես կկարևորվի գինեգործության համար, որովհետեւ եթե Արարատյան դաշտավայրում սկսեն հիմնվել պատվաստված այգիներ, ապա գինեգործը, ֆերմերը, խաղաղագործը ինքը պետք է ինֆորմացված լինի, թե ինչպես եւ որ արմատակալը կարող է ընտրել եւ աճեցնել։ Նախագծի առաջին փուլում նախատեսում ենք մեր ինստիտուտի կից տարածքում հիմնել առաջին պատվաստված կոլեկցիոն այգին, որը երկու հիմնական նպատակ ունի. առաջին կենսաբազմազանության պահպանություն եւ երկրորդ Հայաստանի տեղացին խաղի տարբեր սորտերի տրանսկրիպտոմի ուսումնասիրություն գենոմային մակարդակում։ Սա Հայաստանում առաջին նախատիպը չունեցող կոլեկցիոն այգին է լինելու։ Վերջնանպատակը մեր նախագծի այն է լինելու, որ մենք ուզում ենք հասկանալ, թե եթե ֆիլոքսերան շարունակի տարածվել եւ եթե մենք որոշում կայացնենք յուրարմատից անցնելու պատվաստված խաղի այգիների, ապա որոնք են լինելու այն լավագույն պատվաստակալները, որոնք կարելի կլինի օգտագործել հետագայում խաղաղագործության եւ գինեգործության զարգացումը անընդհատ դարձնելու։ Վերջի մի քանի տարին իսկապես բեկումնային են եղել մեզ համար, որովհետեւ եթե անկեղծ խոստովանեմ, բոլոր պրոյեկտները, որ Գիտության կոմիտեն հայտարարել է, ես որին դիմել եմ, բարեբախտաբար մենք ստացել ենք։ Հենց այս պահին մեզ մոտ վերանորոգման աշխատանքներ են ընթանում եւ մենք հավակնում ենք ունենալ Հայաստանում բույսերի գենոմիկայի լավագույն լաբորատորիաներից մեկը, որտեղ ոչ միայն խաղողի, այլ ցանկացած բուսատեսակի հետ ցանկացած գենետիկական եւ գենոմային ուսումնասիրություններ կկարողանանք անել եւ լավագույն ենթակառուցվածք ունենալը նաեւ շատ մոտիվացնող է երիտասարդ սերնդի համար։